Բաքվից անմիջապես Երևան։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Ուրսուլա ֆոն դեր Լայնը եկել էր ուշագրավ հայտարարություններով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում Եվրոպական հանձնաժողովի նախագահը նախ խոսեց 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի մասին։ Անցյալ տարի խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը պատմական իրադարձություն էր։ Ամենակարևոր քայլերից մեկը, որ այս տարածաշրջանը ձեռնարկել է վերջին տասնամյակների ընթացքում։ Նույնը վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների շարունակական կարգավորմանը։ Այս որոշումները պահանջում էին քաղաքական խիզախություն եւ առաջնորդություն, եւ դրա պտուղները տպավորիչ կլինեն։ Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, կխարսխեն Հայաստանին աշխարհի ռազմավարական կարևոր խաչմերուկների հետ։ Հետևաբար, մենք պատրաստ ենք համատեղ ջանքերով այս տեսլականը դարձնել իրական։ Եվրոպական ամենակարևոր կառույցներից մեկի ղեկավարը, կարևորելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև շարունակական խաղաղության ապահովումը, հիշեցրեց այս նպատակով Եվրամիությունից մոտ 20 միլիոն եվրոյի հատկացման մասին։ Իսկ Հարավային Կովկասում կապվածության ծրագրերը խթանելու համատեքստում անդրադարձավ 200 միլիոն եվրոյի աջակցության փաթեթին, որն էլ իր հերթին տրամադրվել է վերջերս մեկնարկած տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, միջտարածաշրջանային հարթակի եւ Եվրամիության կապակցվածություն հանուն խաղաղության փաթեթի շրջանակում։ Աջակցության այս փաթեթներից օգտվելով Հայաստանը կարող է շարունակել ընթացքի մեջ գտնվող ծրագրերի իրականացումը, ներառյալ սահմանային անցակետերը եւ ճանապարհային ենթակառուցվածքները։ Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ենթակառուցվածքներ։ Միաժամանակ կառուցում ենք կամուրջներ ժողովրդավարությունների միջև։ Մենք ցանկանում ենք նաեւ աջակցել Հայաստանի սահմանամերձ համայնքների ներուժին ու միկրոձեռնարկություններին։ Ուրսուլա ֆոն դեր Լայնի խոսքով ինքը քաջ գիտակցում է այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս Հայաստան Եվրամիություն մերձեցումը։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, այսօր առավել քան երբևէ Հայաստանը ունի աջակցության կարիք։ Հետևաբար Եվրոպական միությունը պատրաստակամ է այս հարցում, վստահեցրեց եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան։ Ես այսօր այստեղ եմ նաև աներկբա հայտարարելու, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի դուռը հայկական ապրանքների արտադրատեսակների համար Եվրոպական միության 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Մենք ուզում ենք սատարել մեր բարեկամներին, մենք ուզում ենք սատարել խաղաղության գործընթացին, որն ընթանում է, ինչի համար ցանկանում ենք գնահատանք հայտնել ձեզ։ Տիկին նախագահ այսօր մեր հանդիպումը վերահաստատեց, որ Եվրոպական միությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։ Հայաստանը եւ Եվրոպական միությունը մոտ են իրար առավել քան երբևէ։ Այս արտահայտությունը օրեցօր ավելի է նյութականանում, ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական, տնտեսական կիրառում։ Ուրախ եմ արձանագրելու, որ քննարկեցինք Հայաստանի առջև ծառայցած տնտեսական բազմազանեցման եւ այդ առնչությամբ Եվրոպական միության աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Եվրամիությունը ցանկանում է օգնել Հայաստանին նաև էներգետիկ մատակարարումները դիվերսիֆիկացնելու հարցում։ Այս նպատակով հաջորդ շաբաթ Եվրամիությունից Հայաստան փորձագետների խումբ կժամանի։ Ռուսաստանից Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումների համատեքստում հայտարարեց եվրոպացի պաշտոնյան։ Պատասխանելով հարցին, թե Եվրամիությունը արդյոք կօգնի Հայաստանին այն հնարավոր իրավիճակում, երբ Ռուսաստանը թանկացնի Հայաստանին մատակարարվող գազը, էներգետիկ այս կախվածությունը օգտագործելով որպես քաղաքական ճնշման լծակ։ Էներգետիկայի թեմայով Հայաստանը կարիք ունի ռազմավարական համապարփակ եւ բազմաշերտ մոտեցման, եւ ինչպես մենք Հայաստանին օգնում ենք դիվերսիֆիկացնել իր առևտուրը, որը հանգեցնելու է երկրի դիմակայունությանը, ցանկանում ենք Հայաստանին օգնել նաեւ իր էներգետիկ մատակարարումները դիվերսիֆիկացնելու հարցում։ Սա է պատճառը, որ հաջորդ շաբաթ Եվրամիությունից փորձագետների խումբ կժամանի Հայաստան։ Մենք նման իրավիճակների մեծ փորձ ունենք։ Մենք սա ունեցել ենք Ուկրաինայում, մենք սա ունեցել ենք Մոլդովայում։ Մենք եւս որպես Եվրոպական միություն նման իրավիճակի տարրեր ունեցել ենք։ Այսպիսով մենք մեծ փորձ ունենք, թե ինչպես դիվերսիֆիկացնել որևէ երկրի էներգետիկ մատակարարումները։ Հայաստանի կառավարությունում հյուրընկալված Ուրսուլա ֆոն դեր Լայնն ու Նիկոլ Փաշինյանը նախ առանձնացրույցում, ապա նաև ընդլայնված կազմով հանդիպմանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջ մղմանը, ինչպես նաև վիզաների ազատականացման գործընթացին։
Վերջինի հնարավոր ժամկետների վերաբերյալ հարցին ի պատասխան Փաշինյանը նշեց. Նախընտրական շրջանում ես հայտարարել եմ, որ մենք խնդիր ունենք 2 տարվա ընթացքում, այսինքն 2026-ը արդեն կեսն անցել ենք, 2029 թվականի դրությամբ ունենալ վիզաների ազատականացման իրադրություն, իհարկե ես համաձայն եմ տիկին նախագահի հետ, շատ բան մեզնից է կախված եւ հարցերը շատ դեպքերում ոչ թե Եվրոպական միությանը պետքա տանք, այլ ինքներս մեզ տանք, թե ինչքանով ենք պատրաստ եւ ինչ որակով մենք բարեփոխումների օրակարգը կիրականացնենք։ Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի ժողովուրդը սպասում է այդ որոշմանը եւ այդ թվում այդ որոշման օգտին է քվեարկել ընտրություններում։ Հիշեցնեմ, մայիսի 28-ին Ռուսաստանի դեսպանատան միջոցով Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններ փոխանցվել Ռուսաստանի էներգետիկայի նախարարի նամակը, որում ռուսական կողմը նախազգուշացրել էր 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանը անդամակցելու քաղաքականությունը։ Ռուսաստանից եկող այս եւ նմանօրինակ այլ սպառնալիքների ներքո Հայաստանը հնարավոր է դադարեցնի Եվրամիության հետ սերտ գործակցությունը, շեղվելով եվրաինտեգրման ճանապարհից, այնպես, ինչպես օրինակ եղավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին։ Հայաստանի ղեկավարը բացառեց նման սցենարի հավանականությունը։ Դիանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։